Մերձավոր արևելքում ծավալվող ռազմական զարգացումները ոչ միայն փոխում են տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը, այլ նաև փլուզում են քաղաքական այն նարատիվները, որոնք վերջին տարիներին ներկայացվում էին որպես տարածաշրջանի անխուսափելի ապագա։ Այդ նարատիվներից մեկը Հայաստանում կառուցվել էր խաղաղության դարաշրջանի գաղափարի շուրջ, որի տնտեսական եւ քաղաքական հիմնավորումը ներկայացվում էր օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների եւ TRIP նախագծի միջոցով։ Այս քննարկումների ֆոնին ուշագրավ են ԼԻԱ-ի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի գնահատականները, որոնք նա հնչեցրել է Առավոտ օրաթերթին տված հարցազրույցում։ Գրիգորյանի կարծիքով ԱՄՆ-Իսրայել տանդեմը ռազմավարական առումով տանուլ է տալիս Իրանի դեմ պատերազմը եւ նրանց հնարավորությունները սահմանափակվում են առավելագույնը իրանական քաղաքների լայնածավալ բարբարոսական ռմբակոծությամբ կամ նույնիսկ միջուկային սպառնալիքով։ Այս գնահատականը ընդգծում է մեկ կարևոր իրողություն. տարածաշրջանը մտնում է երկարատև եւ վտանգավոր անկայունության փուլ։ Երբ տարածաշրջանը տեղափոխվում է ուժային մրցակցության տրամաբանության մեջ, երկրորդ պլան են մղվում տնտեսական նախագծերը եւ հաղորդակցային միջանցքերի շուրջ կառուցված ռազմավարությունները։ Առաջնային է դառնում անվտանգային հաշվարկները, ուժերի հարաբերակցությունը եւ մեծ տերությունների մրցակցությունը։ Այս համատեքստում անխուսափելիորեն հարցականի տակ է հայտնվում նաեւ TRIP-ի նախագիծը, որը վերջին ամիսներին ներկայացվում էր որպես տարածաշրջանի տնտեսական անվտանգային ապագայի առանցքային նախաձեռնություններից մեկը։ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի մղել է այս նախագիծը անորոշության եւ մշուշի մեջ։ Այն ինչ ներկայացվում էր որպես տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական ինտեգրման հեռանկար, այժմ կախված է ռազմական էսկալացիայի, մեծ տերությունների մրցակցության եւ աշխարհաքաղաքական վերադասավորումների տրամաբանությունից։ Սակայն խնդիրը միայն մեկ նախագծի ճակատագիրի չէ։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական հաշվարկների տրամաբանությանը։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր արտաքին քաղաքականությունն ու ռազմավարական հաշվարկները կառուցել էր այն ենթադրության վրա, որ տարածաշրջանը շարժվում է դեպի կայունացում եւ որ արևմտյան քաղաքական ու տնտեսական նախաձեռնությունները կարող են դառնալ Հայաստանի անվտանգության եւ զարգացման հիմնական հենարանը։ Սակայն Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան փխրուն կարող են լինել նման հաշվարկները։ Այս պայմաններում առավել տեսանելի է դառնում այն ռիսկը, որ ստեղծվում է, երբ պետությունը իր ամբողջ ռազմավարությունը կառուցում է մեկ աշխարհաքաղաքական ուղղության վրա։ Այս ֆոնին հունիսի 7-ի խորհրդանական ընտրությունները ստանում են լրացուցիչ քաղաքական նշանակություն։ Դրանք դառնում են գնահատական այն լուզեր ռազմավարական ուղղությանը, որ վերջին տարիներին ձևավորվել է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը։ Այս առումով Փաշինյանի իշխանության հեռացումը կարող է արտաքին քաղաքական շանս դառնալ Հայաստանի համար։